Ապրիլի 29-ից մայիսի 1-ը ներքին գործերի նախարար Փինես Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում էր, որտեղ տեղակայված այն Group ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում տպագրվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։ Ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում տվյալների պոլիկարբոնատե էջի եւ վիզա էջերի համադրությունը, քննարկվել փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը, բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։ Մենք արդեն այն փուլում ենք, որ աշտանը կարողանանք գործարկել նոր կենսաչափական ենթակառուցվածքը Հայաստանի Հանրապետությունում ամբողջական ծավալով։ Այս գործընթացը արդեն իրականացրել ենք ID քարտերի համար, որոնք նախատեսված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու օգտագործման համար, այլ նաև օտարերկրացիների, որոնք տարբեր իրավական կարգավիճակներով բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց համար այս ամբողջ փուլը արդեն փակված է եւ որոշակի ծավալների տպագրություն արդեն իսկ իրականացված է։ Դա նախորդիվ իրականացրել ենք Չեխիայի Օստրավա քաղաքում։ Մասնավոր գործընկերոջ բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնը նախարար Սարգսյանին հավաստիացրել է, որ ընկերությունը մոբիլիզացրել է լավագույն ռեսուրսը եւ հայկական կողմին գոհացնելու բարձր որակի փաստաթուղթ ստանալու ուղղությամբ ներդրել առավելագույն ջանք։ Խնդիրն անվտանգության առանձնահատկությունների եւ Հայաստանի Հանրապետության պատմությունն ու մշակույթը ներկայացնող ամենագեղեցիկ պատկերների միջև ճիշտ հավասարակշռություն գտնելն է։ Մենք պատրաստել ենք մի քանի տարբերակներ, որպեսզի պատվիրակությունը կարողանա գնահատել եւ ընտրել լավագույնը, համոզվելով, որ այդ փաստաթղթերը համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին։ Ներքին գործերի նախարար Փինես Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջել են արտադրամասի տարածքում, ծանոթացել ձևանմուշների արտադրության առանձին բաղադրիչներին, նորագույն տեխնոլոգիաներին, որակական տարբերություններին, ստացել մասնագիտական խորհրդատվություն։ Այս պահին արդեն ճամփորդական փաստաթղթերի, անձնագրի տեսք ունեցող փաստաթղթերի հաստատման փուլում ենք։ Իհարկե, ամենադետալային աշխատանքը տարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ուղղությամբ, թեկուզ այն պարզ պատճառով, որ այն պատկերազարդ է եւ յուրաքանչյուր էջ առանձին խնամքով մեծ ծավալի դետալային աշխատանք է ենթադրում։ Պատկերազարդման բաղադրիչը մի առանձին մարտահրավեր է մեզ համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում մեր մասնագիտական համայնքի հետ մենք գեներացրել ենք գաղափարներ, այնուհետեւ դրանք վերածել ենք իլյուստրացիաների, բայց այստեղ արդեն Նիդերլանդներում դրանք հատուկ մշակում են անցնում, որովհետև պետք է ադապտացվեն եւ հարմարեցվեն անվտանգային բաղադրիչներին։ Մասնավոր գործընկերոջ փորձագետները միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում գործունեություն ծավալող մասնագետներ են, որոնք երաշխավորում են անձնագրի համապատասխանությունը միջազգային գործող եւ զարգացող ստանդարտներին։ Ամբողջական փաստաթուղթը անցնում է որակի ստուգում, որպեսզի առանձին էջերի համակցությունը եւս հաստատվի որպես անվտանգ, բայց մենք այս աշխատանքը տանում ենք իսկապես մեծ խնամքով եւ հոգատարությամբ, որովհետեւ գիտակցումն այն է, որ ստեղծում ենք պրոդուկտ երկարաժամկետ օգտագործման համար։ Փինես Սարգսյանի ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ նախատեսված վիզա էջերի համար, որոնք համադրվել են տպագրական հիմնարար սկզբունքների հետ։ Ընտրվել են ամենաներդաշնակ ու բարձր անվտանգային մակարդակ ունեցող տարբերակները։ Ֆրանսիացի եւ նիդերլանդացի մասնագետները ներկայացրել են յուրաքանչյուր երանգի ընտրության առավելություններն ու ռիսկերը, բացատրել գույների համադրման միջազգային սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։ Այստեղ մեր գտնվելը նաև մեկ ուրիշ կարևոր խորհուրդ ունի, դա պետության եւ միջազգային մեծ հեղինակավոր ընկերության համագործակցության մասին է։ Սա կարևոր փորձառություն է, որպեսզի արձանագրենք ինչպես ստանալ մեկ միասնական հանձնառության շրջանակում մեկ միասնական կարևոր արդյունք, որտեղ պետությունը հոգում է իր արժեվ դրված խնդիրները, իսկ մասնավորը իր բիզնես նպատակներն է հոգում, բայց դրանից արդյունքը չի տուժում եւ դրանից միայն շահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետեւ մենք սահմանելու ենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր որակ մեր երկրում։ Արտադրական թուղթն անցել է հատուկ մշակում, զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշով եւ բաղադրության մեջ ավելացված մանրաթելերով, որոնց մեջ ավելացվել են նաեւ եռագույն, հատուկ Հայաստանի Հանրապետության համար արտադրված մանրաթելեր։ Այս անձնագրերն ու նույնականացման քարտերը յուրաքանչյուր քաղաքացու համար իսկական հպարտության աղբյուր են։ Կարևոր է, որ պետություն մասնավոր գործընկերության շատ սերտ համագործակցության շնորհիվ միասին գտնենք երկրի եւ քաղաքացիների համար լավագույն տարբերակները։
Հարլեմում գործընթացը շարունակվում է։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կենսաշապական անձնագրի նախատպագրության փուլում նախ առանձին էջերը, ապա ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգման։ Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ կիսվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր նույնականացման փաստաթղթերով եւ անձնագրերով։ Փաստաթղթերի վերջնականացման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով ստացված արդյունքները կներկայացվեն ներքին գործերի նախարարությանը։